Փառքներ դեհին 2 օր է անցել արդեն Պուտին-Նիկոլ հանդիպումից եւ արդեն լրատվականները կամ քաղաքվելուծաբանները, քաղաքական գործիչները կամ հանրահայտ բլոգերները մեծամասամբ պնդում են, որ Պուտինը մերժեց Նիկոլին։ Ռուսերեն ասած դաբրո չտվեց։ Նրա համար նախընտրելի էր Տաշիր Սամոն, չգիտեմ, Քոչյան Ռոբերտը, Ծառուկյան Գագիկը։ Այսպեսի տեսարան էր, չէ՞։ Իրականում, երբ որ տեսախցիկները, ասենք, ինչ ֆիքսել են նայում ենք, բանը դրան է ասում, բայց տեսեք, ասեց Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի չի, իրավունք չունի, իբր հակադարձում է Պուտինին։ Հա, մենք որոշ լավ տեսնում ենք, որ կարող է Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի լինել ու այդ ցուցակում չներգրավի, բայց իր թիմը ու իր թիմի անդամները կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ գրանցվել եւ այդ ուժը մասնակցի ընտրություններին, այդ ընտրություններին չմասնակցի Սամվել Կարապետյանը, այնտեղ ինչպես հիմա արվում է, իր փողերը եւ իր անունն է դրված։ Ինքը կարող է ազդել այդ ուժի վրա, բայց լիդեր ցանկացածին նշանակի։ Այսինքն սա, ասենք, պատճառաբանություն չի, էլի, որ ասենք այդ մասին այնտեղ բարձրացան։ Այս հարցը լուծվող հարց է եւ ոչ ուղղակի սա ցույց տվեց, որ կա հակամարտություն Պուտինի եւ Նիկոլի միջեւ։ Ինչու է ցուցադրվում այս հակամարտությունը։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստան-Թուրքիա առևտրի արդյունքում, երբ որ Հայաստանը պետք է անցնի Թուրքիային, երկրորդ կողմը Թուրքիան է։ Հիմա արդեն նույնիսկ առաջի կողմը։ Եթե անգամ Պուտինը իսկապես չցանկանա Նիկոլին օգտագործել այս անգամ, միևնույն է ինքը հաշվի է նստելու Իլհամի եւ Էրդողանի տեսակետի հետ։ Եթե առաջ Պուտինն էր ազդում նրանց վրա, հիմա արդեն նրանք են ազդում Պուտինի վրա։ Իսկ Նիկոլը նրանց համար նախընտրելի է։ Մենք գիտենք, որ Էրդողանը իր մամուլի ասուլիսի ժամանակ բաց ասել է, որ Նիկոլը իրենց հաջողության պատուհանն է եւ քանի այդ պատուհանը բաց է, պետք է իրենք օգտվեն։ Սա ինքը ոչ թե կուլիսներում է ասել, ոչ թե ինչ-որ փակ խոսակցել, բացահայտ մարդը ասել է։ Կամ Ադրբեջանում մենք տեսնում ենք ինչպիսի աջակցություն կա Նիկոլի հետ կապված այս ընտրությունների նախաշեմին։ Այսինքն հասկանանք այսպես. Էրդողանը եւ Ալիևը Պուտինին պարտադրել են, որ ամեն ինչ արա, որ Նիկոլի համար լավ լինի։ Եվ Նիկոլի համար լավ լինելու համար պետք է Նիկոլին հակառուս ներկայացնել, հակապուտին պետք է ներկայացնել, ինչը որ արվեց Կրեմլում։ Հասկացանք, չէ՞ ինչ է տեղի ունեցել։ Այսինքն անգամ Նիկոլին իրավունք տրվեց, որ ինքը Պուտինին մեղադրի, որ դու 2-3 անգամ ասեցիր Արցախը Ադրբեջանը, դրա համար նոր ես ասեցի։ Այսինքն անգամ ինքը Արցախի այդ առուցախը բացահայտ արդեն ասեց, որ դա քո կամքով է եղել։ Իրականությունն են խոսում արդեն, որ այնքան է ժողովրդի Հայաստանում ավելի շատ հակառուսական տրամադրություններ են, չէ՞։ Եվ Նիկոլին անջատել է դեռ ռուսներից, որ Նիկոլը կարողանա գոնե մի բան տանել, վրենդել մի բան կեղծի ստացվի։ Այսինքն Պուտինի այս արարքը, սա ոչ թե մերժում է Նիկոլին, այլ Նիկոլի դիրքերը ամրացնող գործողություն էր։ Այս երևույթը Մոսկվա գնալու այս process-ը ես ավելի հակված եմ, որ Անկարայի եւ Բաքվի ծրագիրն է եղել, որ գնա այնտեղ ցույց տու, որ դու հակառուս ես։ Հերիք է անդադ ասում ես, ես հապկից դուրս չեմ գալի, ես Եվրոմիություն գնալու հայտարարություն չեմ արել, ես չեմ արել, բայց հիմա էլ գնա ցույց տու, որ դու Պուտինի հետ չունես։ Անկամ Նիկոլը իրավունք էր ստացել Պուտինին ասել, որ իմ երկիրը ժողովրդավար ազատ երկիր է, իմ երկրում ինտերնետը, սոցցանցը 100% ազատ է։ Այսինքն Ռուսաստանում անջատված է, չէ՞, փակված է, չէ՞, այնտեղ մեկ կարծեմ թե 2 բան կարող ես օգտվել զանգելու հետ կապված կամ իրավունք չունես ուրիշ ծառայություններից օգտվելու։ Անկամ Նիկոլին իրավունք էր տրված նման մեղադրանք ներկայացնել Պուտինին։ Այսինքն սա ինչ էր։ Նիկոլի վարկանիշը բարձրացնելու, Նիկոլին Ռուսաստանից կդրելու, Արցախի կորուստը բացառապես Ռուսաստանի վրա դնելու process, որ Նիկոլը մաքրվի գնա ընտրությունների։ Սա է տեղի ունեցել Մոսկվայում։ Եթե դուք այլ կարծիք եք, խնդրում եմ գրառում արեք։ Մնաք խաղաղությամբ։